որ առաջնորդությունը կապում են արժեքային համակարգի հետ, շատ կարևոր գործառույթ է, որը տեղի է ունենում այն առաջնորդների մոտ, ովքեր արժեքի հենքի վրա են կառուցում, եւ իմ սպասելիքն էր նախ տեսնել այդ արժեքային համակարգը, տեսնել բազմակարծությունը, մարդկանց մտքերի, ինչպես նաև ծանոթանալ մեթոդին, որը բանավեճից վերածում է երկխոսության, որը տանում է մի նպատակի։ Շատ հետաքրքիր էր ինձ համար, որովհետև երբեմն շատ տարբեր ինստիտուտներ կան աշխարհում, իմանալու, որ Ասպենի ինստիտուտը ստեղծվել է իր ստեղծման պատմությունը, որը ստեղծվել է այդ բիզնես ոլորտի մարդկանց, ովքեր կարևորել են առաջնորդության այս ձևը եւ ընտրել են այս մեթոդաբանությունը հասկանալու համակարգերը տարբեր տեսանկյուններից՝ քաղաքական, քաղաքացիական հասարակության, պետական համակարգերի, բիզնես ոլորտի, ու շատ ուրախ եմ, որ իմ ուկրաինացի գործընկերն է ինձ խորհուրդ տվել, որովհետև ես այս համայնքին չէի ճանաչում եւ հայտնվել էի այստեղ։ Ոնց որ ասեցի, շնորհակալության մասով այս մեթոդաբանությունը շատ հարստացնող վարժություն է, որտեղ հավաքվում են բազմազան տարբեր անկյուններից նայող, կարծիքներ ունեցող եւ տարբեր փորձառություն ունեցող, գիտելիք ունեցող մարդիկ եւ խոսում են հասարակություն ձևավորելու, պետականաշինության, մարդու անհատի համար լավ միջավայր ստեղծելու մասին։ Շատ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ, ինչպես նաեւ հարստացել եմ նոր մարդկանց հետ ընկերանալով, ձեռք բերելով, որը հնարավորություն կտա ավելի շատ մտածել համատեղ եւ գործել համատեղ։